Բարի երեկո հարգելի բարեկամներ, այսօր Քարաունչ հայագիտական կենտրոնի հերթական թվով 77-րդ հանդիպումն է եւ վերջինը այս տարվա ընթացքում։ Այսօր մեր բանախոսն է, կարծում եմ բոլորիդ քաչ ծանոթ, գրող, թարգմանիչ Լիա Ավետիսյանը, բանախոսության թեման քաղաքակրթության մոլորակ Հայաստանը եւ ուզում եմ ասել նաեւ որ այս օրը համընկավ իմ հայրիկի ակադեմիկոս Պարիս Հերունու մահվան տարելիցի հետ եւ զուգադիպություններ թե ոչ չգիտեմ ամեն դեպքում խորհրդանշական եմ համարում, որ Տիկին Լիան այսօրվա համար հենց այսպիսի թեմա է ընտրել։ Եկեք մեկ րոպե լռությամբ հիշենք Պարիս Հերունու հիշատակը հարգենք։ Շնորհակալություն։ Խոսքը փոխանցում եմ Տիկին Լիային, հարցերը ինչպես միշտ վերջում։ Շնորհակալություն։ Ապրեսնալություն։ Բարև ձեզ։ Պարիս Միսակովիչը տիեզերագնաց էր։ Նա հայտնվեց ու բացեց բոլորի աչքերը։ Մեզ համար, բոլորիս համար ինքը ճանապարհ հարթեց։ Համատքներովս շատ բաներ անցնում, բայց այդ խիզախությունը չունեինք, որ բարձրաձայնենք դրա մասին։ Պարիս Միսակովիչը բան արեց, ճանապարհը հարթեց, շատ հետաքրքիր էր։ Գործով հանդիպեցինք, պատվիրատու էր ինձ համար։ Ես գնացի գործով, դա 15 րոպե գործից խոսեցինք, հետո դառավ հայագիտակցության բանավեճ։ Հազարող օրմի իրապես մարդիկ անհրաժեշտ են, իհարկե ուշուշ են ծնվում, բայց ոչ ուշացած դեռ կլինեն, ու հիմա շատ պետք է, որովհետև մենք խոսում ենք հայկական մշակույթից, մեր պատմական մեծ ավանդից մարդկության համար, բայց երբ որ սկսում ես դա մեկտեղել, արդեն ինքդ էլ զարմանում ես։ Երեկ նստեցի, պատրաստվում էի, հոդված գրեցի, այ քեզ բան, ուրեմն այդքան մեծ պատմական հերոսներ կան, Հուլիոս Կեսար, Նապոլեոն, բաներ, Ֆրիդրիխ, Պետրոս առաջին, Իվանահեղ եւ այլն, Լյուդովիկոսներ, անծայրածիր։ Բայց օպերա գրվել է Տիգրան Մեծի մասին 23 օպերա։ Ուրիշներինը նայեցի, մի հատ նվիրված է Ֆրիդրիխին։ Նապոլեոնի մասին հիշատակվում է, ինքը հերոսներից մեկն է, Պատերազմ եւ խաղաղություն օպերայի մեջ Պրոկոֆիևը։ Չկա։ Միթե այդքանը իրանց հերոսությունը, իրանց մասնակցությունը աշխարհի կյանքի մեջ կամ իրանց պետության կյանքի մեջ Գլուկին, Ռոսինին, բանին Վիվալդին, Պուչինին չի ոգևորել, որ օպերա գրի։ Ուրեմն մի բան կա, 23 օպերա Տիգրան Մեծին։ Ունեինք հրաշալի ջութակահար եւ երաժշտագետ Անահիտ Ցիցիկյան, հիշում եք։ Իր աղջիկը Նունե Շամախյանը շարունակեց իր գործը։ Անահիտը շատ հետաքրքրված լինելով հայկական երաժշտական գործիքներով ամբողջ կյանքը նվիրեց այն բանի,
որ մագաղաթներով փնտրում էր պատկերազարդները, որտեղ կային շեփորները, հրեշտակների ձեռը, դափնե գործիքները եւ այլն եւ այլն։ Նույնեն շարունակեց նաեւ տապանակարերը։ Տապանակարերի վրա շատ հաճախ ոչ միայն հրեշտակներն են պատկերված, այլ ժողովրդական նվագարանը։ Մարդիկ եկել են բանին 40-ին նվագում են։ Հիմա նույնեն 2 տարի առաջ գիրք հրատարակեց։ Հաստ էսպիսի նկարազարդ շատ ծանր գիրք է։ 184 երաժշտական գործիք։ 184 կատակ չի էլի, այդ շատ բան է։ Ուրիշ ազգեր չունեն մոտիկ։ Հիմա երբ որ ինքը նայում էր, նայում էր հնագետների պեղումների արդյունքները, գտած բաները, պնակները, կճուճները եւ այլն եւ այլն։ Դվինից այդ գտածուն որակել են որպես 10-րդ դարի, չնայած դվինում գտածը պետք է շատ ավելի հին լինի։ Ինչևից է։ Ապակե մի հիասքանչ սափոր փոքրիկ, որը ոսկու լազուրիտի խառնուրդով ասարկած, որը ջութակահար։ Ջութակահար, այսինքն ջութակը ունի տալիա, ինչով է տարբերվում ուրիշ երաժշտական գործիքներից, որ լարային են, էլի, քո այդ բանը, սմիչոկը մտեր հայերեն, հասնում է բոլոր կողմերին, եզրի լարերին։ Ջութակը ձեռը կանգնած է նվագում է, 10-րդ դար։ Հիմա գվարներին 17-րդ դարում է գործել։ Ստրադիվարին եւ Ամածին իր աշակերտներն էին։ Իրանք են համարվում, չէ՞ ջութակի պապաները։ Ինչ պատահական իրանք նստեցին ջութակ հնարեցին, 10-րդ դարում հայեր դվինում ջութակ էր նվագում։ Բաներ կան, որ չեն կարող չզարմացնել, չհիացնել, եւ նորից ու նորից հարց է ծագում, այս հայերը որտեղից են եկել հայկական բարձրավանդակ։ Ու հորիզոնական չէր գալը։ Հորիզոնական չէր, վստահեցնում եմ ձեզ։ Երբ որ կենսաբանները արդեն երթվել են, բոլորը ասում են, առաջի մարդը դուս ա եկել Աֆրիկայից, դե թող մեկը փորձի, ասի չէ, այդպես չի։ Աֆրիկայից հետո չէին կարող մի մասը սպիտակ դառնալ, մեկը դեղին, մեկը կարմիր, մեկը սև։ Չէ, արդեն որոշում է կայացրած համաշխարհային մակարդակով, որ առաջի մարդը եկել է Աֆրիկայից։ Երեք կարդում էի հոդված ամերիկյան օրաթերթում, New York Journal։ Ասում է, մեր կրթությունն այդքան ընկել է, որովհետև ծեստերի մակարդակը իջացրել ենք, քանի որ ուսանողների մեջ շատ կան սևամորթ եւ կարմրամորթ ուսանողներ, որոնց ինտելեկտուալ մակարդակը սահմանափակ է։ Մենք ուզում ենք մնացածին էլ բերենք այդ նույն ստանդարտին հավասարեցնենք։ Բայց Աֆրիկայից եկել է, հետո խելոքացել է, հետո գյուտար է, ջութակ է ստեղծել։ Սա լուրջ հարց է, որը հերունի է ուզում, որը հերունի է պահանջում, որ հասկանանք, այս որտեղից ենք մենք։ Հետաքրքիր է, գիտեք, որովհետև հա մենք ասում ենք, մենք բնիկ ենք, հայկական բարձրավանդակ, այո։ Հիմա այս նոյան տապանը սեցայք է, սեցայք։ Այդ երբ որ այս քարերը դնում են ու ասում են հայերը առնանդամի բանը արձաններ են դրել։ Հայերը հոգյուշ չեն։ Հայ
հայրը դες բան կանեին, ամոթ չի։ Միգուցե դա այն օթանավերն են, որոնցով եկել են։ Ես ուզում եմ ասեմ, որ մենք չպետք է հանգստանանք, որ այս տվածը ուրեմն սենց է։ Պետք է որոնենք, պետք է գտնենք, որովհետև շատ հետաքրքիր բաներ կան։ Օրինակ, հացը, շատ վաղուց ես հացից եմ սկսել։ Հացը սկսել եմ, նայել եմ, իմ լեզուները շատ են, էլի։ Տարբեր լեզուներով հացի հետ կապված, հերկելը, մշակելը, եփելը, որ լեզուներով ինչպես է, ամենտեղ հայերն է։ Ամենտեղ հայերեն է։ Ոնց որ մենք հիմա համակարգչի մասին ասում ենք restart արեց, download արեց, user-ը եւ այլն, հացը այդպես է, բայց հայերեն է։ Այն ժամանակաշրջանում տեխնոլոգիաները հայն էին եւ հայներ իր լեզվով ասում։ Դրա համար հունգարացին ասում էր հերկելը, բանը Լեյլան չկա, իր ժողովուրդն էլ ասում էր արիմաս։ Սա արեցի, լավ եղավ։ Չինացին ամբարին ասում էր լիացանք, չինացին, լիանք ցանք։ Վերցնենք լիտվացուն, ոչ մեզ նման է, ոչ մեզ մոտիկ է, ոչ մի ընդհանուր բան չունենք, չէ, բայց խոհարարին ասում է կեփեճաշ։ Գրքին ասում է իմաստ, աղոթելուն ասում է մաղթե, բանվորին ասում է դարբինս, և այսպես ամբողջ բառապաշարը, և հանկարծ 13-րդ դարում գալիս է այդեղ տևտոնական բանը, օրդինը, և սկսում են մարդկանց աջ ձեռը հատել, բոլորինը, ղեկավարը այդ տևտոնական օրդինի բաներ, ռաբի էր անունը համել։ Ինչի է պետք է հանեն, աջ ձեռը հատեն, թուրքը մեր լեզուն էր հատում, չէ, որ հայերեն չխոսենք, որ մոռանանք հայերենը։ Հիմա սրանց ձեռքը կտրում էին, միգուցե իրանք հայերեն էին գրում։ Այս կյանքը դետեկտիվ է, ու շատ հետաքրքիր է այս բոլորը հետազոտելը և ուսումնասիրելը։ Տեսեք, ճարտարապետություն։ Այնպիսի բառեր կան, որ ասում ես, սովոր ենք փոքրուց, որ ուրիշ լեզուներով, լատիներեն է, բանը, պարապետ։ Պարապետը ստեղ կա ճարտարապետ։ Չկա։ Կա։ Պարապետը ինչ է։ Ապրես։ Հիմա հոյերեն ենք մտածում։ Պարը ինչ է, գիծնա, չէ։ Ամենաբարձր գիծը չի, պարապետ։ Եվ բոլորն է այդպես։ Ճարտարապետության մեջ բոլորը հայերեն է։ Օրինակ, նոթագիր ունեինք մենք, այս անխիղճները ուսումնասիրել են, ասում են, ռուսները գրել են, նոտարիալնայ պիսьмо, բայց նոթը զապիսկան է ռուսերեն, մենք երբ որ բան ենք, նոթեր ենք գրի առնում, ուղղակի մտքերը գրի էինք առնում, այսինքն ոչ թե նոտարիալնին է մեր գիրը, այլ նոտարիուսը, նոտ, ար, ի, ուս։ Այդ չի նոտարիուսի գործը։ Հին աշխարհը կրթել է հայը, և կրթել է ինչից սկսած, որովհետև երբ որ նայում եք դուք Եվրոպայի, ասենք թե հեքիաթները, ամենտեղ մարդակերներ են, ամենտեղ, Գերմանիայի գրիմ եղբայրների գրի առած հեքիաթները,
մարդակերներ են, Շարլ Պերոյի գրի առած հեքիաթները մարդակերներ են, ռուսների մոտ Բաբա Յագա, Կաշի, Բիսմերտի սաղ մարդակեր են, հայերի մոտ չկա մարդակեր, բայց հայի մոտ կա հացի գյուտը, որը փոխարինում է միսը, բանն այն է, որ երբ որ ասում են որսորդների և հավաքողների շրջան, իր նկատի ունեն, որ տեխնոլոգիայի չէին տիրապետում, գնում էին որսի, բայց որսը բախտի բան է, այսօր բռնեցին, վաղը քեզ բռնեցին, այսօր դու կերար, վաղը քեզ կերան, այդպես որ որսով դու տուն չես պահի, հայը երբ որ ասել է, որտեղ հացը տեղ կաց, շուր տվեցին, չէ, այս վերջի տասնամյակներում, իսկ հայը դա կոչ էր քոչվորներին, ասում էր հողը մշակեք, հաց հերկեք, կարիք չի լինելու վաղը գնաք ուրիշ տեղ, ձեր տուն տեղը կպահեք և սովորացրել է, ես օրինակ վստահ եմ, որ ռուսի այդ շատ լավ սովորությունը, երբ որ դուրս է գալի հանդիսավոր հյուրերին դիմավորում է իր կառավայով, այդ ինքը ասում է, տեսեք, հաց թխել գիտեմ, ձեզ չեմ ուտի, այդպես է, երբ որ հայը գնում էր աղջիկ ուզելու, նստում էին խնամիներով, խոսում էին, որոշում էին, ինչը ոնց պայմանավորվում էին, գինին խմում էին, մայրիկը աղջկա ինչ էր անում, թազա թխած լավաշը բերում էր, մեջ տեղից կիսում էին, մի կեսը այս խնամու մոտ էր մնում, մյուսը տանում էին խնամիները իրանց մոտ, որպես խոսքի գրավ, որ հացից սուրբ բան չկար, բան չի սուրբ, որտև մարդակերության ալտերնատիվան է, որովհետև մսի և հացի միջև տարբերությունը շատ քիչ է կենարար սովոր բաներ պարունակությամբ, այդ սուրբ բանը հայերը ասում են, այս սուրբ հացը վկա, ասում են, չէ, միջև հիմա ասում են, հիմա տեսնում ես ամերիկյան ֆիլմեր, մաֆիան, վերցնում են դոլարը կիսում են, այս կեսը սրան, այդ կեսը նրան, այսինքն կապիկություն են անում, իրանց համար սրբությունը դոլարն է, մեզ համար միշտ հացն էր, ու հացը տեսեք քանի տեսակի դրսևորում ունի, ասում է, բանը, բալիկը ինչ է անում, ասում է հաց է ուտում, բալիկը մամայի ծիծիկն է ուտում, հաց է ուտում, ամեն ինչը հացի հետ էր կապված, հացկերություն, գետինը չի մտնում, մեր տանը հաց է կերը, բա ես հովան չեմ, ես ձեր տանը հաց եմ կերի, այսինքն հացը, սրբությունը և հարաբերությունները նույնականացված էին, տեսեք հայը երբ որ տուն էր սարքում, սկզբից հացատուն էր սարքում, չէ, ինչի, ոչ սանիտարական էքսպեդիցիա կար, ոչ ստուգում կար պետական, ինչի հայը միշտ իմացել է, դրա մաքրության անհրաժեշտությունը, դրա տնից հեռու լինելու անհրաժեշտությունը, որտև հացատունը կանանց տունն է, այդտեղ հաց են թխում, այդտեղ բամբասում են, այդտեղ ամեն ինչ այդտեղ կատարվում է և չորացնում են, հացի այսպիսի մշակույթ որ ազգի մոտ կա, նիխտ չկա, մեր մոտ ինչն է կարևոր, անընդհատական լինելը, անընդհատական, ամեն ինչը փոխարինվում է սերնդե սերունդ, օրինակ,
Հացը մենք երբեք դրոշ չենք դրել։ Այսօրվա խմորից մի կտորը թողնում էինք վաղվա համար կամ մի շաբաթ հետո թխելու համար։ Եվ այդպես այդ նույն խմորը կարող էր հասնել մեր մեծ տատիկներից մեզ, եթե մեզ անընդհատ չքշեին, տեղից տեղ, եթե մեզ չոչնչացնեին։ Նույնը մածունն էր, նույնը մերոնն է։ Հիմա սկսել են հեքիաթ պատմել, որ այդ Մովսեսն է այդ մերոնը սարքի, դրա համար եկել է մեզ հասել, շատ բարև ձեզ։ Դա հայկական տեխնոլոգիա է, դա հայի գյուտն է, որը պատահական չի լինում, էլի, պատի Աստծու մատը խառը լինի, որ այդպես լինի։ Ու այդ գյուտերը շատ են, շատ են, օրինակ մեր չափի միջոցը, մատը, լիտվացիների մոտ մատած։ Հիմա ես թորներից առաջ շուն էի պահում, շան հետ գնում էի այգի զբոսնելու, Պուշկինի այգիներ։ Մի օր տեսա, որ գյուղացի տղաներին բերել են, այդտեղ պատնեշ են սարքում, դրա հետևը պետք է շենքեր կառուցեն։ Տեսա, գործիք չունեն չափիչ այդ տղեկը, ասի սրա սարքածը ինչ պետք է լինի։ Բայց ամեն օր օրը երկու անգամ գնում ես, չէ։ Մեկ էլ տեսնում եմ, ասում է, այ տղա, այս բանը երկու մատ բարձրացրու, մի մատ աջ քշի։ Մի մատ էլ բարձրացրու, ահա, եղավ։ Մատը գործիք էր։ Գրչամատը, այս որ ասում ենք ցուցամատ, հա, այս վերջի 200 տարին, գրչամատ էր, որովհետև սրանով ենք մենք կալամը վերցնում։ Եվ կալամը կալամ էր, խեղճ առաբը, տառը ինչա, չգիտեր, երբ որ մենք կալամ ենք ունեցել։ Մերը ամեն ինչ տալիս են ուրիշներին, հա։ Չինացին մետաքսա ստեղծել, թուղթա ստեղծել, վառուտա ստեղծել, պարսիկը Տիգրան անունը հնարել, չհավատակ։ Պետք է միշտ համեմատենք այդ ազգի մտային հնարավորությունները այն պահին, որին վերագրում են այդ հայտնագործությունը։ Պարտադիր, երբ որ չենք համեմատում, կարծում ենք կարող է։ Օրինակ այս խեղճ չինացին, որ թուղթը սարքել է, ինչ է արել վրան։ Այ բուբեն մինչև օրս չունի։ Ու շատ հետաքրքիր է, էլի չինացու այբուբեն չունենալը, ինձ շատ է մտահոգում, օրինակ մեղքս գալիս են, իրանք 500, այդքան իրանց հերոգլիֆներից քչացրել են, սարքել են 500 հերոգլիֆ, որ կարողանան ժեն մինժիբաո կարդալ, էդ էլ չստացվեց։ Այդ սաղ ապուշ նկարները, որ մեր տիկնայք ուղարկում են իրար, պաչիկներով, սրտիկներով, չգիտեմ, տորտիկներով, բան, այդ սաղ չինացու սարքածն է, որպեսզի իրանք կարողանան հարաբերվել, որովհետև իրանք գրել կարդալ չգիտեն։ Քաղաքաշինությունը նույնպես հայի գյուտն է։ Հայը քաղաքը ինչ է, հայը գիտեր։ Հայ, դուք երբ որ գնում եք ուրիշ տեղ, ուրիշ երկիր, երևի նկատել եք, որ ձեր աչքը մեկ էլ կպնում է, ասում եք ես հայ տունը, եղել է տենց բան։ Չի եղել, ձեր հետ էլ չի եղել։ Մի հատ շատ հետաքրքիր հաղորդաշար կա Գերմանիայի մասին, 20 րոպե օրը։ Իրանք սկզբից մամուլի տեսությունն է, բանը, քաղաքական նորությունները, վերջում տալիս են մի հատ գերմանական քաղաքի մասին տեսաջոտ, մի 5-6 րոպե։
Բոլորը 11-րդ, 12-րդ դար։ Հիմնվել են այդ ժամանակ, երբ որ անին ա ջախջախվել։ Ու բոլորի թագավորները կանչել են, եկեք։ Լիտվայից կանչել են, Լեհաստանից կանչել են, ամեն տեղից կանչել են հայեր, եկեք։ Եկեք մենք ձեզ լավագույն տեղերը կտանք արևտրի համար, լավագույն տեղերը կտանք ձեր գյուղատնտեսական գործունեության համար, միայն թե եկեք։ Այդ հրաշքը, այդ դրախտը վերջացավ 1666 թվականին Լեհաստանում, երբ որ հայերին սկսեցին հավատափոխ անել։ Բիրտ ձևով եկան արգելեցին պատարագները հայերեն։ Հայերը հավաքվեցին, ասեն գնանք թագավորին համոզենք։ Հավաքեցին 2000 ոսկի, ընծաներ, գնացին հասան Վարշավա, թագավորը չկար, կար իր կինը, որը համել նախորդ թագավորի կինն էր։ Մի աղբերը մեռել էր, մյուսներ եկեք գահին նստել, նախորդի կինը եկավ սրա կինը դառավ։ Ու այդ կինը Փարիզից էր եկել։ Ասեց, բա ոնց, անպայման։ Բոլորը ընծաները վերցրեց, փողը վերցրեց, գրեց շուտ արեք, սկսեք։ Հայերը սկսեցին քաղաքից դուրս գնալ խոսքս կամինեց Պադոլսկի մասին, որտեղի ծնունդ էր Չայկովսկու նախնին։ Սկսեցին գնալ Յազլովից։ Քաղաքապետը որոշեց, որ դարպասները կփակեն շաբաթ կիրակի, որ այդ օրերին հայերը դուրս չգնան։ Իսկ բոլոր քաղաքների, բոլոր անխտիր Եվրոպայի քաղաքների դարպասները կոչվում են հայկական դարպասներ, բոլորինը, որտեղ քաղաքը կառուցել հայը գիտեր, դարպաս դնելը հայը գիտեր, դարպաս սարքելը հայը գիտեր։ Դե այդպես հայերը վերցրեցին իրանց տները ծախեցին, կալվածքներ առան, ազգանուններ փոխեցին, դարձան բաներ, ազնվականներ, ու դառան Վարդանովիչ, Տոդորովիչ, Կավալերովիչ, այո, Եժի Կավալերովիչ, այո, իրանցից է, Տադարովսկի, Չայկովսկի եւ այլն եւ այլն եւ այլն։ Լեհաստանի բանը հայկական օջախը լավն է, իրանք լավն են, գնահատում են, որ հայ են, բայց արդեն թուլացել է։ Մենք պետք է շատ հզոր պետություն դառնանք, որպեսզի կարողանանք իրանց սնուցենք գաղափարներով, հիշողությամբ, ընդհանուր մշակութային գործունեությամբ։ Ինչու եմ լավատես, որտև ինչ ասես մեր գլխով անցել է, ինչ ասես, հենա 8,500 տարվա մետախանդրիալ գեն ունենք, 8,500 տարվա մեջ ինչ չեն բերե մեր գլխին, էլ մոնղոլ, էլ թաթար, էլ արաբ, էլ թուրք, էլ ռուս, ինչ ասես եկել է, լքանք, ձեզ հետ նստացենք ես սիրուն սենյակում, ես հրաշալի բուհում, ուրեմն ինչ-որ բան կա տեղից, որ ստեղծել է ու ասում է իմն է, ձեր չտա։ Եկեք նայենք, եթե կարելի այն։ Չիպը, որտեղ Let's take a look under the microscope. It looks like it's layer by layer. This isn't just engineering, it's true technological art. Yes, the image is digital, but it conveys the scale of human ingenuity in creating more powerful. Ինքնատիրից որ նայես քաղաքը։ Նանոմետրը աչքի համար չերի երևացող բանը։ Ու գնացինք։
Այս դվինի են սապուրն է, ջութակահարը։ Դե ծապ տվեք միան։ Հիասքանչ բաներ ունենք, հիասքանչ են մեր նորածին մանուկները, իրանցով զբաղվեք, թող մեծանան մեզանից շատ ավելի լավը, շատ ավելի խելացին, հեռախոսները թափեք դուրս, թափեք հեռախոսները, չթողնեք, որ իրանք այդ հեռախոսներին կպնեն, իմ աչքի առաջ երեխեքը շաշանում են, փչանում են, գժվում են, 1000 երեխա եմ տեսել, իմ սիրտը ցավում ա դրա համար ուշադիր եմ, չթողնեք, ավելի լավը խիստ եղեք, պատժեք, չգիտեմ, վատ բաներ արեք, բայց հեռախոս մի տվեք, տալիս ես? Այսինչ բաներ, հարցեր երևի ունեք շատ, չունեք, ես գնացի։ Շատ շնորհակալություն, իսկապես շատ հետաքրքիր էր։ Մի խնդրանք ունեմ, շատ մեծ խնդրանք։ Եթե հնարավոր է, դուք միավորեք մեր հայ խելացիներին, Հայաստանը եւ հային սիրողներին, խնդրում եմ, փոխենք հայոց պատմությունը։ Այն դասագիրքը, որով ուսուցանում են մեր երեխաները, ես խնդրում եմ, դուք եղեք այն ուժը, որի շուրջը կստեղծի մարդկանց, որոնք կփոխեն։ Ես լավատես եմ։ Ես կարդում եմ, խենթանում եմ, թորս բերում շպրտում, ասում եմ, տատիկ չեմ սովորի։ Գիտեք ինչ, ես բազմիցս դրա մասին խոսել եմ։ Դպրոցը բերեք տուն, թող այդտեղ ինքը ժամանակ անցկացնի, սովորեցրեք տանը, որովհետև ինչքան էլ լիան ղժա, ինչքան էլ մենք հավաքվենք, բողոքենք, հիմա անկարելի է։ 4 հատ սրբազատ ունենք, բանտում նստած, ինչ եք խոսում դուք։ Համաձայն եմ, ուղղակի թորները Լեո է կարդում, դրանով են սովորում հայոց պատմությունը, բայց գնում ուրիշ բան են լսում։ Ոչինչ, իրանց ասեք, որ երեխեք ջան, այսօր պարտիզանները ոնց էին կռիվ տալիս ֆաշիստների դեմ։ Ես մեկին կարող էին անում։ Ճիշտ է։ Եմ եկել մի բան էլ ասեմ, այնպես է ստացվել, որ իմ գործունեությունը արտերկրում չեմ ուզում ասել, որ երկիր, իսկապես սիրելիներս, գիտական փորձ են արել կամավորների վրա, սկսած 6, 10, 14, 20 եւ հետո ավելի մեծ մինչև 90 տարեկան մարդկանց վրա։ Ինչպես է նրանց վրա ազդում հեռախոսը։ Եվ ամենասարսափելին սիրելիներս, գիտական փորձը հիմնավորված, ես չեմ ուզում ասեմ որն է, որտեվ դա գաղտնիք է։ Լավ, եկեք թեման չփոխենք, հեռախոսների դեմ ես խոսեցի, անչափ շնորհակալ եմ։ Էլով ունի հարցեր։ Հարցեր կան էլի։ Բայց ասում եմ հացի, որ հացը հայն ստեղծել, դրան ապացույցներ կան, թե դա ուղղակի դրանից ենթադրում է, որտեղ հացը իրոք ասում են հաց կիսենք, հաց է կիսել իրար հետ, հացը ոնց որ խաղաղության մի բան լինի, գլխավոր բան լինի, դա ես մանկուց եմ հիշում, հացի վրա գրազ էին գալիս, հաց էին կողում, աղու հաց էին կողում, հետաքրքիր է, էլի, դա հայկական մշակույթից է գալիս, բայց դրա ապացույց կա։ Այո, ապացույցները շատ են, նույնիսկ պատմաբանները հայկական բարձրավանդակը որպես հացագործության կենտրոն նախանշել են արդեն վաղուց, այստեղից է գնաց է։ Ես կարծում եմ, որ բառապաշարը դա լուրջ ապացույց է, որովհետև եթե քեզ ասում են կեփե ճաշ եւ դու խոհարար ես, իսկ բանին փուրին ասում են ուտել կտի ու շատ են, իմ մոտ օրինակները շատ են,
Ես հացով առանձին զբաղվել եմ հենց ամենասկզբից իմ այս գործունեության, որովհետև ես հասկացա, որ սա է հիմքը։ Թղթմորը ես հիշում եմ էլի դες հաց կտրում են պահում են թղթմոր են ասում։ Այո։ Պահում են, նա դնում են նոր հին հացից, նոր հացից կտրում դնում են, դա իրոք տենց էր, բայց դա ինչի դրա հա միջի, բայց դրա ապացույց կա որ Ապացույցը այն է, որ իրանց հեքիաթներում մարդակեր կա։ Եթե ցանովի ծորենը հայկական է, դա ճիշտ Վավիլոն Ապրես։ Տեսեք, Երևանի արվարձաններում բույսերը հայերից են Հայաստանում։ Երևանի ամրոցի արվարձաններում 100 կիլոմետրի վրա 4 տեսակից վայրի ծորեն է աճում։ Դրանցից 3-ը հնագույն ծորենն է, ինչը որ կար, պատմաբանները դա նշել են։ Իրենց տեղ աճում է։ Դա ապացույց չի։ Այն որ ուրիշ աղբյուրներում ասենք, էլի։ Չի, ես ուրիշ աղբյուրներն եմ ասում։ Ես ուրիշ աղբյուրներն եմ ասում, ոչ թե մեր հայկական։ Բայց ես որպես հայկական բանահյուսությունը սիրող մարդ, գիտեմ, որ մենք մարդակեր չունենք։ Մի հատ հեքիաթ կա, հա, այն մարդակեր աղջիկը վերջ։ Մենք ինցեստ չունենք հեքիաթներում։ Շատ հետաքրքիր է։ Այն մի հատ հեքիաթ կա, Ասլինե Շկուրկը, որ հայրը ուզում է աղջկա հետ իր ամուսնանա։ Մենք նման բան չունենք, մենք ունենք այդ հեքիաթից անունը ջհուդի մաշիկները։ Լինում է չի լինում մի հատ ջհուդ, կնոջ համար մաշիկները առնում, կինը մեռնում է, ինքը ասում է լավ, ում ոտովը կլինի հետո նրան հետ կամուսնանա, մեկ էլ մի օր տեսնում է աղջիկը հագել է։ Ու այդ նույն հեքիաթի պատմությունն է դառնում։ Բայց հայը չի եղել։ Բանահյուսությունը, գիտեք, շատ խոսուն է։ Բանահյուսությունը մեզ շատ ավելի շատ է տալիս, քան մեր լավագույն պատմաբանները, մեր դպիրները եւ այլն, որովհետեւ բանահյուսությանը չես խափի, չես տիպի, որ ինքը ձենը կտրի, որովհետեւ եթե ասում է աղջկան, մորը տես աղջկան առ, ուրեմն ճիշտ է ասում, չէ՞։ Մի բաներ վերջին որ միտեղ ես կարծացել որ Բրիտանիա բառը առասարակ բրուտանիա է բրուտագործեր են եկել առաջին է բրիտանական երկիր որտեղից անունը ցակել է բայց ոչ միտեղ դա չեն գրում միտեղ են մար կարծացել բրուտները բրուտագործները որ առաջ բան են ինտելիգենցիա էր էլի քույր ու եղբայր կային Վաչիկը եւ Մարինեն Վահրաձյան իրանք միասին այդ հրաշալի մի հատ հոդված գրեցին դրա մասին թե ինչպես Հայաստանից Սյունիքից գնացել են այնտեղ եւ Սյունիքի գյուղերի անվանումները եւ բաների տարածքների անվանումները այդտեղ կրկնվում են դե նույնը Կարահունջն է չէ Վինձորը դրանց հետ թակավորական ցեղը չէ խաղողի ձորը այդտեղ բան չի մնացել բայց բացի մեր ոսկուց որի վրա նստած դողում են այդտեղ հայկական ոչ մի բան չի մնացել իրանց լորդերի պալատում մենակ մի ազգ կա, այն էլ անգլիացի չի։ Շնորհակալ եմ։ Կան հարցեր։ Հովհաննես Հովհաննիսյան, նախ շնորհակալություն լրջագույն մոտորումների հրավիրող խոսքի համար։ Նկատի ունենք արդիականության հետ հաղորդվող խոսքի համար այս իմաստով չգիտեմ գրված թե չգրված, լսված թե չլսված պուլսացիայի օրենքին չի հանգում ձեր խոսքը արդյոք չի ներշնչում մեզ վստահ լինելու եւ մեր դերը նկատելու ամբողջ այս մեխանիզմում խոսքս մի քիչ այլ կերպ երևի հնչեր հարցս, եթե ֆոնը այդ դիտարժան իհարկե атомный уровень, как выглядит чип Microsoft, в общем. Հիմա այստեղ ինչ ենք ստանում ձեր խոսքից ելնելով, որով մենք այդ միջուկային դիսկով օժտված բռնկման պոտենցիալով օժտված անընդհատ այս պուլսացիայի օրենքով լույս սփռող եւ այլն, բայց այստեղ մի հարց է,
ծագել։ Հիմա վերցնենք, տեսեք, նոր էլ հարցնջեց բրիտների վերաբերյալ, այստեղից հեռացան, այդ հեռանալը այդքան հեշտ ու հանգիստ չէր, ընտանիքներով, ընդ որում ընտանիքները ունեն ցիվիլիզացիոն քաղաքակրթական էնակունքը, որ հոգ էին տանում կարիք ունեցող մեծահասակների կանանց եւ այլն նկատմամբ։ Հեռացան, հասան բրիտանական կղզիներ։ Այնտեղ հեռացան նաև ասքերը։ Հիմա անալոգիա անցկացնենք, մեր մհերը քարաժայռում փակված մի չոբան պատահական հանդիպում է, մտնում է քարաժայռի մեջ, հանկարծ տեսնում են նույն այդ ընկուզենու ծառի, նույն անալոգիան Արթուր Արքայի պատմության մեջ առարկայական տեսքով միայն խոսքերը այլ կերպ են հնչում։ Մեր մոտ եթե այլ հնչմամբ մունատով արտահայտում է երբ ես դուրս գալու այդ ծեր շոբանը, այդ հովիվը մայերին, մայերը պատասխանում է հայտնի թե ինչ, այս դեպքում Արթուր Արքան պարկած է կլոր սեղանի 12 ասպետներով, պատահական կպրում է զենք ձրահին, ձայնը եւ այլն շուտ դուրս արի, լավ է որ ասացիր դեռ ժամանակա չի, ոչ քնիր տերիմ, այլապես իմ ասպետները վեր կկենան եւ քեզնից փոշիկ թողնեն, կամ մեզ կտորական ոնց որ մեր հեքիաթներում է։ Հիմա ինչքան կարող ես ոսկի արտատ հավաքիր եւ թող դուրս արի։ Ինչ ոսկի արտատ։ Մեր ասքում նման բան չկա։ Ոսկի արտատ եւ ոսկի արտատը առաջնային է դառնում, մարդը դառնում է երկրորդական։ Մեզանում նման բան չկա։ Ինչու պիտի այդ ասքերը գնային, հասնեին մինչեւ ամենուր ու հանկարծ ամենաէական տեղում ոգեղենության, ոգուն, այսինքն իմաստին, էությանը, հանգող տեղում Որն է կարևոր տեղը որներ կներեք։ Ինչպես Ամենակարևոր տեղը որն է։ Ամենակարևորը իմաստ։ Ամենաիմաստալից տեղում, այդ առանցքային տեղում, կարևոր տեղում հանկարծ դրվագ է գալիս, որքան կարող ես արծաթ ոսկի հավաքելու գնա, թե չէ հանկարծ եւ այլն։ Ու այս հովի չոբանը լսում է ծոցը ինչքան կարող է ոսկի արծաթ ու հեռանում։ Դրամատիզորեն հակառակ պատկերի։ Ինչու էր այդպես, ինչու փոխվեց եւ ինչու կարող ենք ապավինենք, որ հանկարծ ընկալունակ կլինեն նրանք մեր տված արժեքները յուրացնելով հանդերձ։ Ասեմ։ Իհարկե, շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Գիտեք ինչու նա բանը նույն մագնիսական ուժով չի շարունակվում մարդկության պատմությունը։ Կարդիոգրամ այպես գնում գալիս է, չէ՞։ Լինում են դարաշրջաններ, երբ որ նախանշված են ուրիշ պայմաններ, ուրիշ որակներ։ Հիմա մենք ապրել ենք սովետի ժամանակ։ Մենք ընկերովի սովորենք մետաղի ջարդուն հավաքել, թղթի թափոն հավաքել, մենք ընկերության վարժված մարդիկ ենք։ Այդ վարժված մարդիկ գնացին Ղարաբաղի պատերազմը հաղթեցին։ Եկավ շրջան, երբ որ արդեն ամեն մեկը փողի դառներ։ Չկարծեք, որ մենակ դրոնով ենք պարտվել։ Նաև այդ եղբայրության ունակությունը կորցնելուց ժամանակավոր մենք հավերժ ենք։ Մեզ ոչ մի բան չի լինի, բայց մենք պետք է հասկանանք որն է մերը։ Ինչքան որ մեզ լարում են, տրամադրում են, հա, ասենք թե խորհրդային կարգերի դեմ, բայց մենք պետք է հասկանանք, որ Պավլիկյան շարժումը նույնն էր։ Առաջի սոցիալիզմը Պավլիկյան շարժումն էր։ Երբ որ ասում էր, բան ես տեսել ճանապարհի վրա գցած, եթե գիտես ումն է, վերցրու տար հասցրու, չգիտես, թող մնա, իմացողը թող տանի հարցնի։ Երբ որ իրար դիմում էին, ասում էին բարի մարդ։ Երբ որ տան մեծը հեղինակություն էր։ Երբ որ հասը չխոսքաներ ոչ թե պրոշլեցնող էր։ Տարբեր են պայմանները, բայց հայը մնացել է իր ներուժով նույնը։ Եվ մեր հաղթանակը ինչում պետք է կայանա, որ մեր ներուժը եւ ծրագիրը եւ նպատակը մենք նույնացնենք։ Շատ հեշտ է։ Այո։ Մեզանից է կախված, մեզանից շատ բան է կախված։ Մեր մի հատ բալիկ գիտեմ։
Գիտեք ոնց է, օրինակ մայրերը հիմա, երբ որ փողոցը անցնում են, երեխան սայլակի մեջ է, իսկ իրանք հեռախոսի մեջ։ Այդ նորմալ է։ Այս ֆեմինիզմի վերջը պետք է տանք։ Աջան։ Մեղք են երեխեքը։ Ոնց դիտան դրա։ Աջան։ Ոնց մեխանիզմը, վերջը տալու մեխանիզմը որն է։ Գիտեք ոնց, ես օրինակ ես անցյալ տարին նվիրեցի այն բանին, որ պարապում էի դեռահաս երեխաների հետ, անվճար առանձին, որովհետև մեղքս եկան, ես տեսա, որ երեխեք էին, լավ դաստիարակված սիրունատես երեխեք, բայց մոտը ասում ես, ասենք թե Նիկարագուա չգիտի դանակով են կտրում, թե պատարակաղով են ուտում, ասում ես Վիլսոն չգիտի այդ որ փողոցն է, այդպես բաներ, զերո մակարդակ, զերո, մեկը ուզում է կոսմետոլոգ դառնա, մեկը ուզում է լանդշաֆտային դիզայնի մասնագետ եւ այլն։ Ես սկսեցի իրանց հեքիաթ կարդալ, հայկական հեքիաթներ, արաբական հեքիաթներ, ռուսական հեքիաթներ, հետո դա անցանք ֆենտեզի ժանրին, մատանիների տիրակալը, Նարնիայի քրոնիկաները, հետո մեկը իրանցից եկավ, ասեց լյարդումն է, ես բանը Կոմս Մոնտե Քրիստոն եմ գտե տանը, չկարդանք, կարդանք։ Կոմս Մոնտե Քրիստոն մենք կարդացինք, զուգահեռաբար քարտեզն ենք նայում, աշխարհն ենք ճանաչում եւ այլն, դառավ մարդ։ Գնաց այս տարի ընդունվեց Արևելագիտության ֆակուլտետի պարսկական բաժինը։ Մարդ դառավ։ Այն մյուսի ծնողը զանգում էր, ասում էր լյարդում, դա такая умная стала, я не знаю, что делать։ Երեխեքը պլաստիլին են, իրանցից ինչ կուզենք կսարքենք, իսկ մեր ապագան իրանք են, սերնդափոխությունը դրա համար է, էլ չեմ ասում, որ չեն ուզում ամուսնանան, չեն ուզում երեխա ունենան, բրդես գյուլեզի չի համար ես ապրում, որ ինչ, այո, դա էլ է մտածված, իհարկե, ուղղակի մենք իրավունք չունենք դա անել, էլի, մենք իրավունք չունենք, հիմա իրանք չեն ուզում բազմանել, երևի կարիք էլ չկա, բայց մենք պետք է մտածենք դրա մասին, Կան էլի հարցեր, լավ, тогда հավատենք, շնորհակալություն։ Չվախեք, լավ կլինի։